Կանոնավորը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Վեհարանից վարչապետի թեկնածու դառնալու առաջարկ արդեն կալանավորված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը թեև դեմ է, որ ընդդիմություն իրեն առաջադրի վարչապետի պաշտոնում, միևնույն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն այս հարցում կոնսենսուս ունեն։ Հաշվի առնելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու արկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ գրառում է արել ու հայտարարել, թե Սրբազանը գուցե մտափոխվի հիմքում ունենալով մեծ թվով падգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը մինչ այս տեղից չի շարժվել հենց ընդդիմության ներսում տարակարծությունների պատճառով։ Ինչ է փոխվել այսօր, Աբրահամյանը պարզաբանեց։ Դրա հետ կապված դրական մոտեցում արտահայտել են մարդիկ կամ ուժեր, որոնք մինչև այս պահը դա համարում են անուշ գործընթաց կամ որևէ տեղ չտանող process։ Հիմա երբ որ հնարավոր է եղել քաղաքական process-ները բերել, հասնել մի կետի, երբ որ այն ուժերը, որոնք դա անլուրջ էին համարում կամ որևէ տեղ չտանող էին համարում, բայց այսօր սկսել են այն դիտարկել, դա արդեն իսկ այս ճանապարհին 1-2 քայլ առաջ է։ Երբ անվստահության գործընթացի թեման նոր էր մտնում քաղաքական օրակարգ, շատերը, այդ թվում մենք զգուշավոր էինք, ասաց Աբրահամյանը, բայց գործողությունները դեռ այս ընթացքը չէին ստացել, որ ձերբակալվեն հոգևորականներ ու գործարարներ։ Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու միտքը արտախորհրդարանական ուժերից Լուսավոր Հայաստան խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը առաջ բերեց։ Աճապահյանն արձագանքեց ձեռագիր նամակով։ Ես լիովին բավարարած եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։ Թեև արքեպիսկոպոսը դեռ քննչական գնալու ճանապարհին էր ասել, որ դեմ է այս գաղափարին, Էդմոն Մարուքյանն ազատության հետ զրույցում պնդեց, Միքայել Սրբազանը արդեն ձերբակալվածի կարգավիճակով է իր գրավոր հայտարարությունն արել։ Ինչ պայմաններում ա գրել, ոնց ա գրել, ով ա համոզել, ով չի համոզել, ես այդ դաշ չեմ մտնում։ Իրեն քննադատողներին, հատկապես եկեղեցականներին Մարուքյանը չանդրադարձավ, բայց շեշտեց. Միքայել Սրբազանին չկալանավորելու միակ տարբերակը նրան վարչապետի թեկնածու առաջադրելն է եղել, ովքեր դեմ են եղել, հանձնել են Սրբազանին։ Ինչ է փոխվել քաղաքական դաշտում, որ հույս կա վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ի վերջո կյանքի կոչել։ Մարուքյանը մատնանշեց. Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աննախադեպ կոնսոլիդացիան, հատկապես որ ժողովուրդը թույլ չտվեց ձերբակալել Սրբազանին։ Կոնսոլիդացիա եղավ փողոցում եւ քաղաքական ուժերում միաժամանակ։ Տեղի ունեցել մի բան, որ մինչ օրս չէր եղել։ Մինչ օրս իշխանությունը որևէ հարցում հետքայլ չի արել։ Սա առաջին դեպքն էր, որ հետքայլ արեց, եւ նաեւ մինչ օրս չի եղել առաջադրված տեխնացու, որը ունենա համապատասխան փաստաթղթեր, այսինքն ՀՀ քաղաքացի լինի, Հայաստանում բնակվող լինի եւ այլն, հա։ Նկատի ունեմ մարդ, որի շուրջ եղավ այդքան ուժերի կոնսոլիդացիա։ Հիմա պարզա գիտեք, որ իմ տեխնացիոնը նույնպես առաջադրվել էր, բայց այդ կոնսոլիդացիան չեղավ։ Սրբազանի վարչապետի թեկնածու դառնալու մտքին գրառմամբ անդրադարձել է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Քաղաքական ուժերը վարքագծով ավելի շատ հիշեցնում են խաղացողների, քան իրավիճակի լրջությունը գիտակցող առաջնորդների, մեջբերում եմ։ Հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք գնդակ են խաղում։ Դուք այսինչ անկյալ հոգիներ եք, դուք այսինչ վաճառականներ եք, այսինչ զզվելի առևտուր եք անում եւ այս ամենի մեջ ներքաշում հոգեվորականությանը։ Լսեք, ապաշնորներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք հայոց հայրապետի անունը եւ ստեղծեք այն պատրանքը, որի փր Սուրբ եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը։ Արիություն ունեցեք եւ արժանապատվություն, խոստովանելու ձեր անկարողությունը եւ հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն եւ կիրագործեն այդ գործը։ Հերու գնացեք, հերու խաղացեք ձեր ֆուտբոլները։ Հոգևորականներս ձեզ համար խամաչիկներ չենք եւ թույլ չենք տա ստվերել հայոց հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը։ Ժամանակն է, որ ազգը տեսնի ու ճանաչի ով է իրապես ազգասեր, հայրենասեր ու աստվածավախ եւ այդ իսկական զավակների միջից դուրս բերվի նոր առաջնորդություն։ Այնպիսի գործիչներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել պետության ճակատագիրը, եզրափակել է Աբեղան։